Դուք ինձ հիմա էլի կմեղադրեք Նիկոլի անունը տալու մեջ, բայց ես այդ մեղադրանքը ուզում եմ լսել, որովհետև չեմ կարող չպատասխանել։ Եթե մարդիկ մտածում են ընտրական շեմը հաղթահարելու, ավելի շատ մանդատ ունենալու մասին, մենք մտածում ենք Նիկոլի չլինելու մասին։ Ընդ որում մենք այնքան սովոր ենք այս իրավիճակին։ Եթե 2018 թվականից, ներողություն, 2018 թվականից սկսած էլի նույն իրավիճակն էր։ Որևէ մեկը չէր հայտարարում, որ ինքը Նիկոլին ընդդիմություն է, հասկանում եք, բոլորը տեղավորվել էին ձեր ասած ընտրական ցուցակների, նախընտրական կոալիցիաների մեջ։ Հիշում եք այդ հայտնի բանավեճը, ում հարցնում էր ընդդիմադիրը, չէ, մենք այլընտրանք ենք, մենք այլընտրանքային ուժ ենք, մենակ հանրապետականն էր կանգնած մնացել, առանց Նիկոլի անունը տալու։ Հանրապետականը նույն տրամաբանության մեջ է 2018 թվականից սկսած։ Չեմ տալիս Նիկոլի անունը, բայց ես հստակ ասում եմ, մեր նպատակը օրվա իշխանության հեռացումն է եւ ոչ թե կոալիցիոն հարմար ցուցակներում տեղավորվելը կամ 3-4 հանրապետականի առաջի տասնյակ կներեք բառիս համար խցկելը, որ կարողանանք մենք էլ ներկայացվածություն ունենալ այնտեղ։